Շատ հետաքրքիր պատասխաններ էին։ Երբ կարդում ենք ծրագիրը, ասում ենք, տեսեք, սա գրած է Շուշի հադրութի դեօկուպացիա, այս խոսքն եք տվել։ Ձեր ձեւորած կառավարության ղեկավարն ասում էր, մեր հիմնական խոստումն եղել է խաղաղությունը, մեզ դրա համար է ժողովուրդը քվեարկել։ Այսինքն ստե ինչ գրած է էլի։ Խաղաղություն ենք մենք խոստացել, սա վրա ոչ էլի դեպ նույնն էր նախընտրական խոստումը, դե հիմա նախընտրական խոստում էր էլի, ասեցին գնաց սա էլ կառավարության ծրագիր է։ Ասում ենք օրենքով պարտադրենք կառավարությանը թոշակառուներին այսքան գումար վճարել, ասում են դե ծրագրում գրած է։ Ծրագրը չկատարողականի չկատարելու դեպքում ինչ է լինելու։ Գնալու եք, ասում եք մենք էս ենք խոստացել, խաղաղություն ենք խոստացել, դե համար հիմա ամեն զիջումների գնում եք, որ մի հատ թղթի կտոր այսպես մուրակ, որի վրա գրված լինի խաղաղություն, հետո ասեք, տեսեք ժողով, խաղաղություն ենք բերել, ասում ենք 24 թիվը խաղաղություն ա եղել, կրակոցները քիչ են եղել, ինչ ուզել են տվել եք, ինչի՞ց ուտեղը ուժով այդ ամեն ինչը պոկեն։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ գնալու եք ընդեղ ու վերջ։ Իսկ օրենքով որ պարտադրի, որ այսքան պետքա թոշակ վճարվի, պետքա ինչ չվճարեք։ Պարզ է, չէ՞ որ վճարելու եք։ Հիմա ում եք եկել ստեղ Տիգրան Ավինյանին մեզ չբերեմ։ Լավ, ինչ ում եք ուզում ստեղ խափեք։ Որ ասում եք կառավարության ծրագրում գրված է, հա ծրագրում գրված է արեք, բայց չեք անում։ Իսկ օրենքը չանելու իրավունք չունեք։ Ասում է ով ասեց։ Եկեք բացեմ օրինակ կարդամ, այս ինչ է։ Պետական բյուջեի պակասորտի ֆինանսավորում ավելի մեծ չափով ապավել դրամով փոխառությունների հաշվին։ Մի քանի օր առաջ 750 միլիոնի պարտատոմս եք թողարկի, դոլարի արել եք, չեք արել։ Շարունակենք էլի։ Հետաքրքիր գրականություններ, կարծում էի։ Ներդնել ճանապարհային վճարների գանձման եւ վթարների դեպքում արագ արձագանքման միասնական արդյունավետ էլեկտրոնային համակարգ։ Մի օր ձյուն եկավ, տեսակ չի ինչ տեղի ունեցավ, սա քաղաքը փակվեց, որովհետև վթարները չեք կարողանում վերացնել։ Այո, բոլոր խոստումները խաբել եք, չեք արել։ Բոլոր, լավ 90%-ը համադրելի բոլորին։ Եվ դրա համար այո պետքա լինի օրենք, որ պարտադրի, որ այս կառավարությունը օրենքով կատարի, օրենքով այդ մարդկանց կարիքները բավարարի, այլ ոչ թե հղում կատարի ինչ որ բանի վրա, կառավարության ծրագրի վրա։ Ֆուտբոլի մասին էլ դե ինչ ասեմ, իհարկե, որ գնաք Իջևանում վերջերս ֆուտբոլի մի հատ մրցաշար էր կազմակերպվել։ Վստահ եմ հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ես հետո ձեզ կասեմ ում անով եւ ով էր գնացել բացմանը եւ ինչեր էին բալիկները խաղում, բայց այ եթե գնաք ստադիոն կտեսնեք նվաստացումը, թե դուք ինչ նվաստացում եք բերել նաեւ ֆուտբոլի գլխին։ Տադևոս Ավետիսյան։ Սա մեր կյանքն է խաղ։